Ես հիմա մարդկանց ասում եմ հետեւյալը, որ ընդհանրապես որևէ բնակավայր մեր հետ շփումներում կարող է նույնիսկ չբարձրացնել ջրի հետ կապված հարցերը, որովհետև մենք գիտենք, որ հանրապետությունում չկա այդպիսի բնակավայր, որը ջրի հետ կապված պրոբլեմ գործնականում չկա այդպիսի բնակավայր։ Ընդ որում, եթե մենք արձանագրենք ստանդարտը, ինչ նկատի ունենք, մենք նկատի ունենք, որ խմելու ջուրը եւ ոռոգման ջուրը դրանք պետք է ամբողջությամբ իրարից տարբեր բաներ լինեն։ Այսօր մենք բազմաթիվ բնակավայրերում ունենք իրավիճակ, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով մարդիկ ոռոգման նպատակով օգտագործում են խմելու ջուրը եւ սրա արդյունքում խմելու ջրի եւ կորուստները եւ անարդյունավետ եւ ծավալը նվազում է։ Եվ որպեսզի պարզ լինի, հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը, որպեսզի նաեւ քաղաքացիներին մեզ էլ այս թեմայի կարևորությունը եւ կարևորության ծավալը ընդգծվի, ես արձանագրում եմ մարդկանց հետ խոսելիս ասում եմ եւ այդ միտք ուզում եմ այստեղ էլ ասել, ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել զարգացել հասել է մի կետի, առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ բարեփոխումների մենք կսկսենք արդեն տեղապտույտի վիճակում կհայտնվենք, ինչը բնականաբար եւ սոցիալական եւ տնտեսական բոլոր առումներով իհարկե անթույլատրելի է, բայց ասեմ նաեւ, որ սա սպոնտան մի բան չէ, արդեն 2 տարի կլինի, որ մենք այս որոշումը մեր մեջ ունենք եւ մենք այսպես քայլ-քայլ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում եւ մենք առաջիկայում նաեւ ավելի կոնկրետ այդ թեմաները արդեն ոչ թե քննարկելու, այլ իրականացման process-ները սկսելու հնարավորություն կունենանք, բայց այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ գործնականում, եթե մի քիչ էլ սուր ձևակերպենք, խոսքը հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու մասին է։ Չնայած վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել, բայց իրականում այդ մեծ աշխատանքը ընդհանուրի մեջ շատ փոքր տոկոս է, որովհետև երբ որ մասշտաբը պատկերացնում ենք, թե ինչքան չոռոգվող հողեր կան հանրապետությունում, թե ինչքան բնակավայրեր եւ բնակավայրերի մեջ բնակավայրեր կան, որ ջրի հետ կապված շատ թե քիչ տանելի վիճակ է, բայց առանձին թաղամասերում հասանելիություն չկա։ Այս համատեքստում բնականաբար նկատի է առնվում նաև ջրահեռացման համակարգերի գոյությունը։ Մենք զարմանքով ենք արձանագրում, որ Երևանում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում 21-րդ դարում կան թաղամասեր ամբողջական, որ ընդհանրապես կոյուղի չունեն։ Եվ այս ամեն ինչով մենք քաղաքական մեր ռազմավարական արձանագրումն այն է, որ օգտագործումից հետո որևէ ջուր առանց մաքրման չպետք է բաց թողնվի բնություն։ Ես ասում եմ, որպեսզի մենք այս խնդրի եւ աշխատանքի ծավալը պատկերացնենք, որը մեկը օբյեկտիվորեն մենք չենք կարող հույս ունենալ, թե մենք 1, 2, 3, նույնիսկ 5-6 առաջիկա տասնամյակներում մենք պետք է այդ թվում կրթական եւ սոցիալ-հոգեբանական ոլորտում աշխատենք այս թեմաների հետ, իհարկե առաջնահերթությունները կորոշենք եւ ըստ առաջնահերթությունների կշարժվենք եւ ես կարեւոր եմ համարում, որ մենք այս երկու ուղղություններով եւ հատկապես ջրային ուղղությամբ հատկապես տրամադրվենք այդպիսի աշխատանքի։ Բան ունեք ասելու, բան կտացի։